Պարոն Սաղաթելյան, դուք ինչ եք կարծում, ով բերեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Արագիլը։ Մենք չենք Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները մեղադրում հանրապետականներին։ Ես այդ հարցին առիթ ունեցել եմ անդրադառնալու, լրացուցիչ ասելիք չունեմ, որովհետև հիմա իրոք շատ ավելի լուրջ, կարևոր խնդիրներ։ Իսկ Գյումրիում կոնկրետ դաշնակցությունը Որ օրերին։ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ իշխանության դաշնակցությունն էր կողմ քվեարկեց, որ օգնեց Նիկոլ Փաշինյանին։ Դու եթե այդ հարցով Նարեկ ջան ուզում ես ասես, որ Նիկոլ Փաշինյանին դաշնակցությունը եթե չքվեարկեր, ինքը չէր դառնա վարչապետ այդ օրերին, այդ գնահատականը ճիշտ չի, այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք բազմաթիվ անգամ, դուք էլ այդ հարցերի պատասխանը լավ գիտեք, նոր ասելիք չունեմ դուք։ Նկատում Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներն են բացել։ Դուք առիթ ունեցել եք Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցներին այդ հարցերը տակ եւ պատասխանները ստանաք։ Ես էլ այդ թեմայով արտահայտվել եմ, ավելին քեզ ասեմ, ես պարբերաբար շատ հաճախ Ռոբերտ Քոչարյանը մեր գործընկերն գրեթե ամեն օր շփումներ եմ ունենում, Սերժ Սարգսյանի հետ անհրաժեշտության դեպքում հանդիպում ենք, քննարկում ենք, ես իմ բոլոր տեսակետները այդ հարցերի վերաբերյալ ասել եմ, այս պահին լրացուցիչ հրապարակային ասելիք չունեմ։ Կներեք Քոչարյանը այսինքն այս թեմայի հետ կապված ինչ-որ դիրքորոշումներ հարցնում, որ ասեցիք հանդիպում ենք իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Դիրքորոշում պետք չի հարցնեն, որ ասենք, այդ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները ասել ենք, այդ թվում նաև հրապարակային։ Հիմա ինչ ես դու այս պահին ինձանից ուզում, այդ չեմ հասկանում։ Ձեր ասացից տպավորություններ, որ դաշնակցությունը ոնց որ Քոչարյանին ներկայացրել է բացատրություն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանին քվեարկել։ Ես հասկանում եմ, իհարկե ճիշտ չես օգտագործում, դաշնակցությունը որևէ մեկին Հիմա ինչ ես ուզում, Նարեկ ջան, ասա հասկանամ, այսինքն հարցին պատասխանեցի, այլ բան չունեմ ասելու, դաշնակցությունը որևէ մեկին բացատրություն տալու անհրաժեշտություն չունի։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանի։ Այդ թվում բոլորին, որովհետև մենք մեր անելիքի համար բացատրություն ենք տալիս մեր շարքերին, մեր ընտրողներին Ռոբերտ Քոչարյանի հետ մենք ձևավորել ենք դաշինք, շատ սերտորեն փող լրացնելով, փող վստահության մթնոլորտում աշխատում ենք որևէ խնդիր, հարց եւ պատասխան չունի։ Այստեղ տեղի ունեցող զարգացման վերաբերյալ կա արդեն ֆրակցիայի որոշում, ինչպես է քվեարկելու եւ Հովիկ Աղազարյանի մասով եւ Տարոն Մարկարյանի։ Չենք մասնակցելու քվեարկությանը, նախ ընդառաջելով պատիվ ունենք խմբակցության հայտարարությանը Տարոն Մարկարյանի, որ սա կրկես է շոու է, մենք կիսում ենք այդ տեսակետը, իսկ Հովիկ Աղազարյանի մասով մասնակցեցինք նաեւ դատախազին մեր ասելիքները ասելու, մեր տեսակետները հնչեցնելու իմաստով։ Հաջորդ չէ, բնականաբար հաջորդ քննարկմանը եւս չենք մասնակցի։ Տարոն Մարկարյանի հարցի քննարկման մեջ։ Այո, բացատրեցի ինչի համար։ Շնորհակալություն։ Ես